Մեն Փառք Տիրոջը սիրելիս, բարի գալուս Տիրոջ տուն, ինչ լավ է որ եկել ես, ինչ լավ է որ փախնելու տեղ ունես, ինչ լավ է որ մի հատ ծածկոց ունես, որտեղ կարաս փախնես ու մնաս, դու այսօր իզուր չես եկել, դու եկել ես այսօր խոսք վերցնես, որ մեջդ հույս կա, հա, ու թող քո հույսն էլ մենակ Տիրոջից լինի, այդ շրջվի կողին ասա քո հույսը մենակ Տիրոջից լինի ու կարող ես նստել, շնորհակալություն Տերորնի ձեզ էլ փառաբանություն, Փառք Տիրոջը ես տանն եմ, ինչ լավ եք Վարդանեսի ժողովուրդը, ուզում եմ նայեմ ձեզ, երկար ժամանակ չեմ տեսել, Փառք Տիրոջը ձեր համար, բայց ամենաշատը քեզ շնորհակալություն, որ հավատարիմ մնում ես ու հավատարիմ գալիս ես, ոչ թե նրա համար, որ ես եմ լավ, ոչ թե նրա համար, որ ծառայողներն են լավ, այլ նրա համար, որ քո Տերն է լավ, ում որ հավատում ես, ում որ ապավինում ես, Փառք Տիրոջը, Արսեն աղբեր շնորհակալություն ես մեծ պատվի համար, Տերը քեզ էլ շատ օրհնի, քո ընտանիքի հետ, Աննա քրոջն էլ նույնպես, որովհետև իրանք էլ թողել են այն որ ասում է ունեցածը չունեցածը վազել են Տիրոջ հետևից ոչ աչ են ձախել ոչ ձախ են նայել ոչ էլ երկմտել են հա Տերը օրհնի քեզ էլ շատ Արսեն աղբեր այսօր պատիվ ունեմ խոսելու Տիրոջ ժողովրդի արժե մի հետաքրքիր խոսքից եմ ուզում սկսել դատավորած գրքում հետաքրքիր բան է գրած եւ Իսրայելի որդիքը Տիրոջ առաջին չարություն արին եւ Տերը նրանց 7 տարի մադիացիների ձեռքը մատնեց Իսրայելը Աստծո ժողովուրդն էր, ասում Աստծո ժողովուրդը չարություն արեց Աստծո առաջ եւ Աստված որոշեց մի որոշ ժամանակահատվածով այն որ ասում է դե որ դու չարություն ես անում, դու ուզում ես քեզանով ամեն ինչ անես, քո ուզածով անես, սխալ ճանապարհներով ես գնում, իմ պատվիրաններով չես գնում, ես կքաշվեմ կողի։ Գնամ մի հատ հասկացիր տենամ ինչ կկատարվի քո կյանքում, ինչ կլինի, ոնց ես ապրելու առանց ինձի ու տեսեք հետաքրիր բան ասում ասում է 7 տարի մադիացիների ձեռը տվեց որոշած ժամանակ ոչ թե անորոշ ժամանակ այլ որոշած ժամանակ այդ որոշած ժամանակը Աստծո որոշած ժամանակն էր մարդունը չէր այդ ժամանակը մարդն էլ չգիտեր թե ինքը 7 տարի լինելու է իր թշնամիների ձեռքի տակ ու շատ վատ է երբ որ դու թշնամի ձեռքի տակ ես հա Գիրքը ասում է նույն գլխում դատավորած 6-ի գլխում ասում է արևելքից եկած ժողովուրդը, մադիացիները, ամաղեկացիները, ասում է գալիս են, ասում են փչացնում են գետնի բարիքը։ Ինչ որ հողից իրանք ստանում են, էդի փչացնում են, ասում են եզը ավիրում են, վերցնում տանում են, հաց չկար ուտելու։ Ինչ որ անում են, ոչ մի բանի մեջ պտուղ չկար, մի հատ բանի համար, մի հատ փոքր չարության համար։ Բայց կա որ մարդն էլ իր խելքից է, չեն ընկնում վատ իրավիճակի մեջ։ Պարտադիր չի որ գիտես ինչ լինի, Աստծո պատվիրանից հեռանաս, որ նոր ընկնես ինչ-որ մի հատ չարության մեջ։ Լինում է մարդ, որ ինքը իր խելքից գնում անգնում է ինչ-որ մի հատ խնդիրների մեջ։ Ինչ-որ ցանկություններից ելնելով, ինչ-որ մի հատ գործարքի մեջ մտնելուց, հաշվարկանի, գցի բռնի, մարդ էլ կա իր խելքից անգնում այդ իրավիճակի մեջ։ Հենց ինքը իրան թշնամի է լինում։ Բացի այդ էլ մի բան էլ կա, որ այս աշխարհն էլ է գցում մեզ առավել եւս ինձ ու քեզ դրա մեջ։ Հա, որովհետեւ ես ու դու ընտրել ենք այնց ճանապարհ, որ այս աշխարհը ինձ ու քեզ ուզում է հետ տանի, նորից այն հին մարդուն։ Հա, այս աշխարհը լցված է իր կռիվներով, իր աղետներով, երկրաշարժներ, թշնամություններ, կռիվներ, հա, անիմաստ մահեր, չեմ վախենա այդ բառից, ինչի համար անիմաստ վայր, որ կարող է մի հատ հայացքից, մի հատ ինչ-որ իրար չհասկանալուց, իրար վիրավորեն, թե հոգեպես, թե ֆիզիկապես իրար վնասեն, անիմաստ մահերով, թե սպանեն, անիմաստ մահերով է լիքը լցած է, այն որ ասում է ամեն ինչ մեր շուրջը բոլորը այն որ ասում է լրիվ խառնվել է իրար, այն ուզես չուզես ոնց որ գալիս քեզ էլ է կպնում, ու ասում է դու քո աչքը քաշած գնում ես քո տիրոջ հետ, բայց այս աշխարհը էլի ուզում է գա քեզի տանի նորից դրա մեջ գցի։
Նորից ուզում է տանի սատանայի լծի տակ, իր իշխանության տակ։ Դատավորաց 6:11-ում տեսեք ինչ է գրած։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ եւ Աբիեզերյան Հովասի բևեկնի տակին նստեց, որ Եբրայի մեջ էր։ Եվ նրա որդի Գեդեոնը կալումը ցորեն էր ծեծում մադիացիների երեսիցը փախցնելու համար։ Հետաքրքիր բան ասում։ Ասում է վախով նստած, ասում է իր կալի մեջ ցորենը վերցրել է, փախցրել է իր թշնամիի ձեռից, ցորենը ուտելիքն էր, իր սնունդն էր, իրան հասանելիք, այն քրտինքը, որ ինքը աշխատել էր, որ պետք է վայել էր։ Ասում է փախել էր իր թշնամիների ձեռքից, ասում է վախենալով, տես եւ կալումը ցորենը ծեծում մադիացիների երեսից փախնելու համար։ Տես ինքը վախենում էր, որ փախավ։ Եթե ինքը չվախենար, ինքը չէր փախնելու։ Ասում է գնացել էր իր ցորենն էր ուզում վերցներ, որ ուտեր։ Ասում է զբաղվում էր այդ ցորենով, մեկ էլ Տիրոջ հրեշտակ եկավ։ Նախանված ժամանակի ավարտին։ Ես ու դու միգուցե անցնում ենք մի հատ այդ գիտես ինչ է թշնամական ճանապարհով, հա, այդ սխալ ճանապարհով, այդ իրավիճակով, որ իմ պատճառով չի, քո պատճառով չի, դու ոչ մի բան հետ գործ ունես, միգուցե ինչ որ միտեղ սխալվել ես, միգուցե քեզանից առաջ միջև ասուն ճանաչել ինչ որ միտեղ մի հատ սխալ ցեր մեզ ցանե, որ ուզում է գա նորից քեզի հետ բերի դրա մեջ։ Փախել ես, վայելում ես։ Ուզում ես դուրս գաս այդ իրավիճակի մեջ, ու եկել եմ վերջի պահը, Տիրոջ հրեշտակը գալիս է։ Սկիզբը տեսնում ես։ Այսօր Արսեն աղբորը խոսում են, կարևոր չի, Աստծո խոսքն էլ է ասում։ Ասում է սկիզբը կարևոր չի, վերջն է կարևոր։ Հա? Աստծո խոսքն էլ ասում է լավ սկսեցիր։ Լավ սկսեցիր, բայց ո՞նց կավարտես։ Պատկերացնում ես Քրիստոսը եկավ, սկսեց ամեն ինչը, ընթացքը գնաց, հասներ խաչի մոտ ու ասեր չէ, չեմ ուզում։ Բա որ Քրիստոսն էր հասներ խաչի մոտ ու ասեր չեմ ուզում, ի՞նչ կլներ։ Այդ ամեն ինչ ինչ որ ինքը արեց, հոր արքայությունը, գահը, իր իշխանությունը թողեց, եկավ, ամեն ինչը ջուր կդառնար։ Կապ չունի ինչ ընթացք ես սկսե, ինչ ընթացքով ես հիմա գնում, կարևորը բռնվի վերջից։ Բռնվի վերջից, որովհետև վերջում Տիրոջ հրեշտակն է գալու, որ քեզի օգնի։ Տեսեք 6 դատավորաց 6-րդ գլուխ 12-13 խոսքում ինչ ասում։ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևեցավ եւ ասեց. Ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ։ Ոնց թե, քանի կար վախեցած էր, նստած էր, բայց Տիրոջ հրեշտակը եկավ ասեց, ով հզոր զորավոր։ Այո, Տերը քեզ այսօր քեզ ասում է, ով հզոր զորավոր։ Կապ չունի այդ վախը ինչա բերե քո կյանքում, սարսափում ես, մտահոգվում ես, կլինի, չլինի, կստացվի, չի ստացվի։ Տիրոջ հրեշտակը գալի ասում է քեզ, ով հզոր զորավոր։ Տերը քեզ հետ։ Եվ Գեդեոնը նրան ասեց. Օ Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու համար այս բոլոր բաները մեզ հասան, եւ ուր են նրա ամեն հրաշները, որոնք մեր հայրերը մեզ պատմել են ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մեզ մերժել է եւ մեզ մադիացիների ձեռքն է մատնել։ Բողոքի գիրքը բացել է ժողովուրդ։ Նմա չեն որ մեկ մարդն էլ նույնս իրավիճակում ասում է բա որ դու մեր հետ էր, ինչի համար մեզ եղավ։ Չէ որ ես աղոթել էի, չէ որ ես քեզ էի հանձնել, չէ որ ես քեզ եմ ուսացել, քեզանից եմ բռնվել, ինչի համար ինձ էս եղավ։ Դվում է գիրքը բացել է ու գրում է, չեն, մեկ լինում է, չեն, խանութների մեջ լինում է, չեն են բողոքի գրքերը, որ գալի բացում գրում են, մեկ էլ մարդ էլ լինում, չեն, որ բողոքելու բան էլ չունի, պարապությունից գնում է գրում է։ Բայց ինչ որ մի տեղից էլ կարել է նայել, որ ինք իր սիրտն է բացում Տիրոջ հրեշտակի առջև։ Ինք իր սիրտը բացում է Տիրոջ հրեշտակի առջև, ասում է ուր այն Աստվածը, որ մեծերը մեր պատմել են։ Ուր այն Աստվածը, որ մեզի ծառայության լծի տակից հանել է։ Մեզ պատմել են դրա մասին։ Ես այդ ասուն եմ ուզում։ Ասում է Տերը մերժել է մեզ։ Սկսում է տրտնջալ, դժգոհել։ Երբեմն մենք էլ ենք տրտնջում, դժգոհում ենք։ Ու երբ որ սկսում ես տրտնջալ,
դժգոհել, արդեն սկսում ես վախով բռնվել Գեդեոնի պես։ Ու ամեն ինչին վախով ես մոտիկանում։ Ամեն ինչին կասկածանքով ես մոտիկանում։ Այսօր ես մի քիչ վախից եմ ուզում խոսամ, սիրելիս։ Մարդու ամենաշատ տված հարցերից մեկն է. ինչու, ինչի համար եղավ, խի սենց եղավ, մեզ թողել ես, մերժել ես։ Նենց տպավորություն է, որ հələ մի բանի միջից չես պրծել է այն մյուս փոթորիկն է գալի, հələ մյուս փոթորիկը չպրծած այն մի խնդիրն է։ Փաստաթղթերի հարցը լուծեցիր ֆինանսականա, ֆինանսականը լուծեցիր առողջականա, առողջականը լուծեցիր ընտանեկան հարցը։ Ոնց որ սենց մի հատ ընկնես փոթորիկի մեջ, սենց մանկաս, հա։ Մեր մեծեր մի հատ լավ խոսք ունեն, կարկուտը ծեծած տեղն է ծեծում, չէ՞։ Հա, այն մի բանից չպրծավ այն մեկը, այն մեկը, այն մեկը, այն մյուսը։ Երբեմն Աստված թույլ է տալիս իրավիճակներ, տարբեր ճանապարհներ անցնելու համար մեր կյանքում, որ ինձ ու քեզ բերի հասցնի տեղ։ Եթե դու անցնում ես ինչ-որ իրավիճակի միջով, ուրեմն Աստված ուզում է քեզ բերի հասցնի տեղ։ Ոչ թե ինքը քո հետ չի, ինքը չի ուզում քեզ օգնի, այլ ինքը առաջնորդում է, մեկ էլ մի քիչ կանգնում է այսքոմ, ասում է թողեմ իրան, որ ինքը իրանով մի քիչ ոտի հելի կանգնի։ Փոքր երեխեն նորացին, որ մեծանում է, իրան թողում ես, առաջին անգամ բռնում ես, երկրորդ անգամ մի քիչ թողում ես, երրորդ անգամ թողում ես, բայց կողով ես, չեն քայլում, որ ընկնում է մի անգամից հանում ես։ Այլ Աստված այդպես ճանապարհը պատրաստ է իմ ու քո համար, որ հասցնի ինձ ու քեզ տեղ, մոտիկացնի իրան, մեզի տուն տանի, իր համար կարևոր է դա, իր համար կարևոր չի, որ ես ու դու ապահով ապրենք, ես ու դու շռայլ ապրենք, լիությունով լցված ապրենք, իր համար կարևորը, որ ես ու դու վերջ հասնենք, վերև, իր մոտ, իր արքայության մեջ իրար հետ վայելենք, իր ներկայությունը, իր նպատակը հենց դա է։ Դրա համար էլ այս կյանքում լիքը ինչուներ կա, բայց ինչ էլ որ լինի, քեզ կխնդրեմ ու մի բան կասեմ, հիշի, Աստված կատարյալ սեր է, Աստված կատարյալ բարի է, Աստված կատարյալ արդար է, կատարյալ, իր մեջ ոչ մի սխալ բան չկա, բռնվի իրանից ու միշտ իմացի, Աստված միշտ քո հետ է, երբեք չկասկածես, չմտածես, թե Աստված թողել է, ոնց որ իր ժողովուրդը, մենք բռնված լինենք իր խոսքից, սիրելիս, Աստծու կամքը չի, որ կոտրված լինեմ, ջարդված լինեմ, գալիս է այդ ժամանակ, բռնվի, էսա, ամենալավ բռնվելու տեղն է, ուրիշ տեղ չկա բռնվելու, եթե բռնվես Աստծո խոսքից, հավատքը չհատանա, կստանաս ամեն ինչ, մենակ բռնվի Տիրոջ խոսքից, ու տեսեք ինչ է ասում իրան, սկզբից Գեդեոնը ասեց ուր է այդ Աստված, հրեշտակ իրան ասում է, դատավորած 6:14-ում, և Տերը նրան նայեց և ասեց, գնա քո այդ զորությունովը և ազատիր Իսրայելին մադիացիների ձեռքից, ահա ես եմ քեզ ուղարկում։ Հիշում եք, չեն, վախի մեջ ցորեն էր ուտում, հանում էր, որ մի կտոր հաց ուտեր, դեպի ժամանակներն էլ շատ է, որ տանում է վախի մեջ, ամենա այն որ ասում է չար, հոգիներից մեկն է, որ ուզում է բռնի մարդուն, վախը որ գալիս է, պարալիզացնում է մարդուն, մարդը չի կարում կողմնորոշվի ինչ անի, սկսում է կասկածել, սկսում է երկմտել, սկսում է խառնվել իրար, որ ասում է ուշքն էլ տեղը չի կներես այս բառի համար, սենց փակում է, չգիտի ինչ անի մարդը, բայց Տիրոջ հրեշտակը եկավ ասեց, գնա քո այդ զորությունովը, իր զորությունովը չէ, այդ Տիրոջ տված զորությունով է, որովհետև Տերը քեզ, ինձ ու քեզ ճանաչում է, ես ու դու տնկված ենք իր մեջ, դրա համար ասում է քո զորությունով գնա ազատիր Իսրայելին մադիացիների ձեռքից, ահա ես եմ քեզ ուղարկում, գնա քո զորությունովը կռվիր քո իրավիճակի հետ ու դու ինքդ քեզ ազատիր, քո հարազատին, քո ազգակցին, քո բարեկամին, քո ընկերոջ սկսի կռվել քո զորությունովը, այն զորությունովը, որ Աստված է տալիս,
գնա, ահա ես քեզ եմ ուղարկում։ Տերն ասում, Տիրոջ խոսքն է ուղարկում։ Քո ոտքերը միշտ պետք է առաջ վազեն, իրանք հետ վազելու տեղ չունեն։ Դու տնկվել ես Տիրոջ արքայության մեջ, աշկի երևույթին չնայես, իրավիճակին ֆիզիկականով չնայես, չդատես։ Մտի հոգևոր դաշտ, հարցերդ լուծ, մտի քո սենյակը, սկսի Աստծու հետ քո զրույց, քո աղոթքը, քո շփումը, քո հարց ու պատասխանը։ Երբեմն մտել ես քո սենյակի մեջ Աստծուն հարց տաս, բայց պատասխանել սպասես։ Մենակ չտաս ու գաս։ Սպասես պատասխանին։ Միգուցե երկար սպասես, միգուցե մի անգամից ստանաս, բայց սպասի այդ պատասխանին։ Ու հաճախակի միշտ լինում են մարդիկ, որ կարում են կողքից խոսքեր տան, խորհուրդներ տան, թևեր տան։ Դա շատ լավ է, փառք Աստծո, որ այտենց մարդիկ կան։ Բայց դու զորանում ես այն ժամանակ, երբ որ Տերն է քեզի խոսք տալիս։ Տիրոջ տված խոսքը ինքը ուրիշ զորություն ունի։ Գերբնական զորություն ունի, որովհետև ինքը հարցերը լուծում է գերբնականորեն։ Եվ գերբնական դաշտ։ Դատավորաց 6:16-18 Եվ Տերը նրան ասեց. տեսեք ինչ ասում, վախի մեջ էր, եկավ, ասեց, գնա, հարցդ լուծի, ես քո հետ եմ։ Եվ Տերը նրան ասեց, ես քեզ հետ կլինեմ եւ դու Մադիամին մեկ մարդի պես կզարկես։ Եվ նա նրան ասեց, աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջին շնորհ գտա, ինձ մի նշան ցույց տուր, թե դու ես ինձ հետ խոսողը։ Աղաչում եմ, այստեղից չգնաս մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ եւ քո առաջը դնեմ։ Եվ նա ասեց, ես կմնամ մինչև քո հետ դառնալը։ Խոսքը վերցրել է։ Ուզում է գնա ամեն ինչ անի այդ հարցի իրավիճակի մեջ։ Ասում է, բայց խնդրում եմ, հաստատություն տուր ինձ։ Ուզում եմ հաստատ իմանամ, որ դու ես ինձ ասում։ Ոչ թե ինձ թվացել է, ոչ թե ես իմ մեջից ինչ որ երևույթ է, այլ ուզում եմ, որ դու հաստատ ասես ինձ։ Ասում եմ, մի հատ բան եմ ուզում անեմ, ինչ կլինի։ Գնամ նվեր քեզի բերեմ տամ, էլի ինձա տամ քեզ։ Այսօր մենք ընծայից ենք խոսում։ Ասում եմ, բերեմ նվեր տամ քեզ։ Քո իրավիճակի համար Տիրոջ ընծա կարաս տաս, սիրելիս։ Քո խնդրի համար զոհաբերություն կարաս անես Տիրոջը, որ ինքը այդ հարցը լուծի։ Բալանի է տալիս Տերը։ Բացի դրանից, ես զարմանում եմ Գեդեոնի համառության վրա։ Վախի մեջ էր, վախկոտ, ցորենը վերցրել էր, որ ուտեր։ Հրեշտակը եկավ, ասում է, արի քեզի մի անգամ փորձեմ, բայց ասեց, մի հատը քիչ է։ Ասեց, երկու հատ եմ ուզում փորձեմ, ինչ կլինի։ Ասում է, բուրդը կդնեմ, թող շաղը լինի բրդի վրա, գետնի վրա չլինի։ Առաջի անգամ։ Ասեց, երրորդն էլ եմ ուզում, ասում եմ, հիմա էլ թող հակառակը լինի։ Ասում է, բուրդի վրա շաղ չլինի, գետնին լինի։ Տես ինչքան զորացավ, երբ որ Աստծուց խոսք եկավ։ Վերցրա քո խոսքդ, հաստատությունդ վերցրա ու գնա առաջ։ Մտի սենյակդ հենց խնդիրը գալիս է։ Սկսի կռվել հոգևոր դաշտում։ Երբ որ հոգևոր դաշտում խնդիրդ լուծես, հարցերդ լուծես, ֆիզիկականում տենալու ժամանակի հարց է։ Մտի ծոմի մեջ, մտի աղոթքների մեջ, ու ամենակարևորը առաջինը վախիդ հարցերը լուծի։ Կանգնացրու վախին։ Չթողես վախը մտնի, որ քեզի խուճապի մատնի։ Վախենալով, դողալով, լաց ու կոցով հարց չեն լուծում։ Չես կարա լուծես։ Գիտակցությունը տեղը չի լինելու։ Լաց ու կոցով հարց չի լուծում։ Հովել մարգարեություն 2:21 Մի վախենար, ով երկիր, ցնցա եւ ուրախացիր, որ Տերը մեծ բաներ է անում։ Ասում եմ չվախենաս։
մի վախեցիր երկիր, ասում է ցնցա ու ուրախացի, որ Տերը մեծ բաներ անում։ Տերը մեծ բան անում քո կյանքում, մենակ չվախենաս։ Գեդեոնի կյանքում ժամանակ կար, Իսրայելի կյանքում ժամանակ կար, նախասահմանված։ Հենց որ գա հասնի ավարտին, Տերը մեծ բան անելու։ Ասում եմ մենակ չվախենաս։ Ուրախացի, գոհացի Տիրոջից, շնորհակալ եղի։ Ձեռներս տեղս ա, ոտս տեղս ա, աշկերս տենում են, ականջներս լսում են, ընտանիքը կողս ա, 4 պատը ունեմ, միգուցե եւ չունեմ վարձով եմ մնում, բայց վարձը կարում եմ տամ, տաք ջուրը կա, սառ ջուրը կա, ասում ուրախացիր, մարդը նենց ա, որ այս վերջերս է դուրսն ենք, ման ենք գալի, ասում ենք, մտածում էի, շոկ էր, ասում եմ Աստված ջան, մարդը իր էությամբ ինչքան դժգոհ է, շոկ լինում է, ասում ենք շոկ է, ցուրտ լինում է, ասում ենք ցուրտ է, Աստված ջան, ոնց ես դու մեզ դիմանում, ոնց ես դու մեզ դիմանում, երբեմն Աստված նայում, ասում ես ինչ տրտնջացող է, աշխատանք ունեմ, աշխատում եմ, բայց դե քիչ է, Տեր ջան, էլի եմ ուզում, հավատարիմ մնա քչի մեջ, Աստված շատի վրա կդնի, հավատարիմ մնա, գոհացող եղի այդ քչի մեջ, Տեր ջան առողջությունը չի ներում, մի նստի տանը, հելման արի մի քիչ, որ նստեցիր տանը, որ չշարժվես, կփայտանաս, հել մի քիչ շարժվի, հել քո բաժինը արա, եթե մարդը իրա մի փոքր բաժինը անի, Աստված իրա 10 բաժինը անում, հել քո փոքր բաժինը արա ու չտրտնջաս, ու չվախենաս, որ էդի կստացվի մոտդ, բայց չգիտեմ վաղվա օրը ինչ կլինի, ոնց կլինի, վաղվա օրվա Տերը դու չես, Աստվածաշունչը ասում եմ, օրվա հոգսերը բավական է քեզ, քո օրվա հոգսերը բավական է քեզ, վաղվա մասին մի մտածի, վաղվա Տերն էլ է Տերը, մյուս օրվա Տերն էլ է Տերը, այս կյանքի միջև վերջ ամեն բանի Տերը Տերն է սիրելիս, ինքը ամեն ինչ կանի, հիշում եք չեն առաքյալներին Քրիստոս ասեց, գնացեք ավետարանեցեք, ձեր հետ ոչ մի բան չվերցնեք, ոչ ուտելիք, ոչ հագուստ, ոչ դամաշնիկ, ոչ մի բան ասում եմ, ոչ մի բան չվերցնեք, որովհետև ինքը գիտի ուրա տանելու, կկերակրել, կհագցնի էլ, ամեն բանով էլ կապահովել, մենակ հավատարիմ մնա, Սաղմոս 46:1-2 Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնական է, օգնական գտնվեցավ, ասում է Աստված մեզ համար ապավեն ու զորություն է, ասուն ապավինիր ու Աստված քեզի կզորացնի, ասուն ապավինիր, մի ապավինիր քո հնարավորությանը, քո աշխատանքին, քո բարեկամին, ոչ մեկին մի ապավին, ինչ որ միտեղ էլ որ գալիս է, սիրելի քուրիկներ ջան, ձեր ամուսիններին էլ մի ապավինի, Տիրոջ ապավինի, քո ամուսնու համար աղոթի, քո ամուսնու համար կռվի, պայքարի, քո ամուսնու համար առավոտը, որ ինքը տանից գնում է, աղոթի, երկար տեղա գնաց է, աղոթի իր համար, որովհետև Տիրոջ ապավինողը կզորանա, անենց զորություն կտա ամուսնուն, որ լավ աշխատանքեր կգտնի, օրնված էլ կգա, եթե չի ապաշխարի, ժամանակն էլ կգա կապաշխարի, ասում է նեղությունների մեջ նա շատ օգնական գտնվեցավ, շատ օգնական գտնվեցավ, խնդրում եմ ուշադրություն դարձնես, որ շատը լիության չափն է, ասում է շատ օգնական գտնվեցավ, բայց ռուսական թարգմանության մեջ հետաքրքիր բառ է օգտագործում, ասում է скорый помощник веда, скорый помощник, այս աշխարհի սկորիների պես չեն, որ մեկ-մեկ ուշանում են, մեկ-մեկ, ինք ասում է скорый помощник, սրա համար չենք վախենալ, թեև երկիրն անցնի և սարերը ծովի մեջտեղը գցվեն, շարունակությունը Սաղմոս 46:1-2 երկրորդ խոսքը,
Սրա համար չենք վախենա, թեև երկիրը անցնի եւ սարերը ծովի մեջտեղը գցվեն։ Ասма չվախենաս։ Ամեն ինչն էլ կգա կանցնի։ Երկրաշարժել կլինեն, սարերը շուռ կգան ծովի մեջ։ Չէ՞ որ Աստված ասում ամեն սարի հիմունք, ամեն երկիր, ամեն հիմք ասեց շարժելու եմ հայտնության գրքի մեջ։ Ինքն է այս ամեն ինչը շարժողը։ Ինքն է այս ամեն ինչի իշխանը ու հաստատող դնողը։ Դա համար ասում է չվախենաս։ Սրա համար չենք վախենալ, թեև անցնի եւ սարերը ծովի մեջ ընկնեն։ Աստված շատ չափազանց լսող ու օգնող է սիրելիս։ Շատ չափազանց, չեմ վախենա այդ բառից, լսող ու օգնող է։ Այսօրվա խոսքը գիտես ոնց եմ վերնագրեմ, չվախենաս։ Չվախենաս։ Երկիրներ շուռ կգա, սարերներ ծովի մեջ կընկնեն, երկրաշարժել կլինեն, կռիվներ կլինեն, կրակներ կլինեն, աղետներ կլինեն, մենակ չվախենաս։ Ամբակում 2-րդ գլուխ 3-րդ խոսք։ Որովհետև տեսիլքը տակավին որոշած ժամանակի համար է եւ շտապում է վախճանին եւ չի ստիլ, եթե ուշանա էլ սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա եւ հետ չի մնա։ Դու պետքա տեսիլք ունենաս։ Մտնում ես հոգևոր դաշտի մեջ, ասուց քո խոսքը վերցնում ես։ Աստվածաշունչը ասում է տեսիլքը տակավին որոշած ժամանակին։ Մենք 5-րդ երեխան ունեցանք, Փառք Տիրոջը, բայց հետաքրքիր ճանապարհով անցանք։ Բնականը ես չգիտեմ, իրա վրա այնքան մարգարեական երազներ կա, որ հոգևոր աշխարհը խառնվել էր իրար։ Մոտ մի երևի 2 ամիս միջև ծնվելը այս process-ը ավելի խորացավ։ Գնում էինք բժիշկների մոտ, բժիշկները ասեցին, որ սրտի աշխատանքը չի լսվում, լսվում է, բայց լավ չի։ Տենում են, ինչ են անում, չգիտեմ, անունները չեմ էլ կարող ասեմ։ Ստուգեցին սիրտը, ասեցին լավ չի, ասեցին հնարավոր է պորտալարը փաթաթված լինի։ Դե բնական է, քուրիկները ինչպես միշտ մի քիչ վախենում են։ Ես բռնվա Տիրոջ տված խոսքից։ Եթե Տերը կամեցել է, որ այդ պտուղը սենվանված լինի ու լույս աշխարհ գա, ուրեմն դա լինելու է։ Գնացինք բժշկի մոտ, նորմալ պետքա լիներ մոտ 28-30 սրտի աշխատանք, ինչ որ մի բանով նայում են, առաջին անգամ որ ստուգեցին 12, 14, ինչ որ սրտի հարվածները որ կա։ Հիմա հաջորդ օրը չէր, հաջորդ անգամ նշանակեցինք, պետքա գային, որ նորից ստուգենք, մտնելուց առաջ աղոթեցին։ Ասի Տեր ջան, խնդրում եմ, անենց անես, որ այնքան սիրտը լավ լինի, այնքան խփի, որ բժիշկն էլ զարմանա։ Հիմա կինս գնացել է, մի ժամ չկա, ստուգում են, նայում են, գալիս է թուղթը ցույց է տալիս ինձի, նորմալ 30-էր, ինքը 84 անգամ խփել էր։ Ինքը 84 անգամ այդ հատվածում ինքը խփել էր։ Եթե Տերը խոսք է տալի, ես պետք է չվախենամ։ Եթե Տիրոջ հետ մտերիմ հարաբերությունների մեջ ես, պետքա չվախենաս իրավիճակից, իրան պետքա վստահես։ Եվ հետաքրքիր տեսիլք Աստված ցույց տվեց ինձ, ասեց 2 բան է լինելու։ Մեկը պորտալարն է փաթաթված լինելու,
Մեկն էլ ասելու են, որ կեսարյանով եք ունենալու։ Երկու բան Աստված ինձ ցույց տվեց, ես իհարկե կնոջս չասեցի, ես աղոթքի ու ծոմի մեջ մտա։ Մտա աղոթքի ծոմի մեջ, գնացինք ստուգվելու, պորտալարը էլ փաթաթված չէր, որ բժիշկները ասում էին փաթաթված է։ Ու այդ ժամանակ հոգին միանգամից ասեց, առաջինը չեղավ, երկրորդն էլ չի լինելու։ Ու երկար ժամանակ ընթացքով անցնելով, դե գիտեք, որ սատանեն միշտ խառնվում է իրար, այս բժշկի մոտ, այն բժշկի մոտ, նորմալ է, որ դու գնաս, նայես քո ապահովության համար ամեն ինչը, որ ֆիզիկականում էլ որ դու այդ պատասխանատվությունը վերցնես քո վրա։ Բնական է, մենք էլ գնացինք, եկանք, ստուգվեցինք, նայեցինք, բժիշկները մի հատ խասյաթ ունեն, վատ, միշտ վախացնում են իրանք։ Ու երբ որ գնում ես իրա մոտ, միշտ վախացնում են։ Մի բժիշկ էլ ասեց, եթե հիմա չպարկեք, կորցնեք իրան, մենք ասեցինք, մենք հրաժարական ենք ուզում, ու ինքը ասեց, տակը գրեք, ես վերցնում եմ պատասխանատվությունը, եթե պտուղը մահանա։ Ինքը դուք հասկանում եք, ոնց որ սատանան իրան օգտագործի, որ ես իմ ձեռներով գրեմ, որ ես պտուղը մահանա։ Ես ու դու ապրում ենք հոգևոր կյանքում։ Ու միանգամից Սուրբ Հոգին միջիցս ասեց. ես չեմ մեռնի եւ Տիրոջը կփառավորեմ։ Ես չեմ մեռնի եւ Տիրոջը կփառավորեմ։ Մեր բալեն ծնվեց, փառք Տիրոջը ամեն դժվարություններով, բայց Տիրոջ տված տեսիլք եղավ։ Եվ ասեց նրան. Ամբակում 2:3, որովհետև տեսիլքը տակավին որոշած ժամանակի համար է եւ շտապում է իր վախճանին։ Վախճանը այսինքն իր կատարվելու։ Եթե Աստված տեսիլքա տվե, ինքը շտապում է իր կատարվելուն։ Աստված անելու է ամեն ինչ եւ չի ստիլ, սիրելիս, շուտ չի խոսալու, չի խաբելու։ Աստված որ ասում է, Աստված ստի Աստված չի, ինքը ճշմարտության, իրականության Աստված է։ Եթե Աստված ասել է, Աստված կանի։ Եթե ուշանա էլ, հետաքրիր բան ասում, սպասիր նրան։ Տենում ես չի ստացվում։ Չես կարում ճեղքես անցնես։ Սպասիր նրան։ Որովհետև անպատճառ, ասում է, առանց կասկածանքի գալու է եւ կատարվելու է։ Տիրոջ որոշած ժամանակին 7 տարի, առաջի տարվանից մինչև 7-րդ տարին։ Ես ու դու չենք տենում այդ ընթացքը, բայց Աստված տենում է։ Աստված է նախասահմաններ այդ 7 տարին իր ժողովրդի մեջ։ Աստված տենում է իմ ու քո իրավիճակը, իմ ու քո ընթացքը, ու ինքը նախասահմանել է սկիզբ ու վերջ։ Մարկոս ավետարան 4-րդ գլուխ 40-41 Եվ ասեց նրանց. ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատ չունեք, եւ նրանք մեծ վախով վախեցան եւ իրար ասում են. սա ով է, որ արդյոք, որ քամին էլ, ծովն էլ հնազանդվում են սրան։ Հիշում եք, չէ՞, Քրիստոս ավետարանում էր, ուզում էր ծովը անցներ, ծովը սկսեց ալեկոծվել։ Ծովը ալեկոծվում է, Քրիստոսին արթնացնում են, ասում են, հել, հեսա կործանվում ենք։ Արթնանում է ու ամեն ինչ դադարեցնում։ Իրա մի հատ խոսքից, ինչքան էլ ալեկոծվի կյանքդ, ընթացքդ, բավական է, որ Քրիստոսը լինի կողքիդ։ Պրոստը մի հատ արթնացրու էլի, ինչ կլինի։ Պրոստը մտի սենյակդ, մոտիկացի մի հատ իրան, ասա Հիսուս։ Ասա կանչիր ինձ եւ ես կլսեմ քեզ։ Որոնիր ինձ եւ կգտնես ինձ։ Դժվար բան չի ասում։ Փնտրի Տիրոջ երես։ Բայց ուզում եմ, որ աշակերտների վիճակը մի հատ նայենք իրար հետ։ Քիչ ա որ մի հատ վախեցել են այդ ալեկոծությունից, որ անցնում են։ Եվ ասեց նրանց. ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունեք։ Եվ նրանք մեծ վախով վախեցան։
քիչ է որ վախենում են, որ հեսա կմահանան, մի հատ էլ վախեցան, որ Քրիստոսը հանդարտացրեց ամեն ինչ։ Սկսեցին Քրիստոսից էլ վախենալ։ Ասում է սա ով է, որ ծովն էլ է իրան հնազանդվում, որ բնությունն էլ է իրան հնազանդվում։ Ու Բալանիաստ է տալիս, ինչպես հավատք չունեք։ Ասում է, բա ուր է քո հավատքը։ Ուր է ձեր հավատքը այս իրավիճակի մեջ։ Ինչ ես խառնվել իրար, ինչ ես ընկել խառնաշփոթի մեջ։ Ինչ ես վախենում։ Ուր է հավատքդ։ Ինչի՞ չես հավատում այն խոսքին, որ տվել եմ քեզ։ Ինչի՞ չես հավատում այն տեսիլքին, որ տվել եմ քեզ։ Միգուցե ասես, ես տեսիլք չունեմ։ Բռնվի եկեղեցու տեսիլքից, սիրելիս։ Բռնվիր եկեղեցու տեսիլքից ու գնա առաջ։ Ինչու հավատք չունես։ Վախնա, որ չի թողում, որ քո հավատքը վերև բարձրանա։ Հավատքով Մովսեսը արեց զատիկը, սիրելիս։ Գառը 3 օր պահեց, մորթեցին, դրան դինքներին քսեցին, հավատքով արեց, ոչ թե վախվխալով արեց, ոչ թե վախենալով ասև, խուճապով, տագնապով, այլ հավատքով պահեց ու դրան դինքներին քսեց, որ մահվան հոգին գա, իրանց առաջնիկներին ձեր չտա։ Հավատքով արեց։ Չթողես վախը իշխի քո վրա։ Երիքովի պատերը հավատքով ընկան։ 7 օր հավատքով ֆռում էին իրանց խնդիրի շուրջ։ 7 օր։ Ու հավատքով ընկան։ Վախենալով չէին ման գալիս։ Կներես, որ սենց եմ անում։ Դողալով, սարսափով, չէ սիրելիս, հավատքով են գալի, որ այդ պատերը շուր կգա։ Այդ պատերը դու լավ գիտես քո կյանքի մեջ, քո ընտանիքի միջի պատերը, քո ընթացքի միջի պատերը, ամեն մի պատ հավատքով է շուր գալու։ Իրան ուզում ես լոմով խփի, իրան ուզում ես փայտով խփի, ուզում ես քո ուժով խփի, ուժեղ տղա ես, չի ընկնելու։ Միայն հավատքով։ Հավատքն էլ գալիս է լսելուց։ Լսելն էլ գալիս է Տիրոջ խոսքից։ Ուրիշ ոչ մի բանից չի գալի։ Հավատքդ ստեղ է բարձրանում։ Հավատքդ ուրիշ տեղ չի կարա բարձրանա։ Վախի մեջ հավատք չի բարձրանում։ Դրա համար չվախենաս։ Պատկերացնում ես Դանիելին առյուծի գուբի մեջ վախենալով։ Մի պա պատկերացրա, կուտ էին առյուծները, բայց իր հավատքը կյանքեր փոխեց։ Գիտես ում կյանքը փոխեց իր հավատքը։ Թագավորի։ Թագավորը եկավ ասեց Դանիել, այն ասում, որ դու պաշտում ու երկրպագում ես, փրկեց քեզ, ասեց հա։ Ասեց նրանից հետո երկրպագելու ենք այդ Տիրոջ։ Քո հավատքը ստիպելու է, որ քո շուրջ բոլոր եղած մարդիկ տենան, ում ես դու ապավինում ու գան են Տիրոջը երկրպագելու։ Մենակ դու չվախենաս։ Չթողես, որ վախը գա քո կյանքի մեջ փորձի սերմեր ցանի։ Տեսեք մի քանի բալանի է տալիս Փիլիպեցիս 4-րդ գլուխ 6-ից 7-րդ խոսքերը։ Աստված բալանի է տալի։ Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով։ Ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպապանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ 3 հատ բան ասում անի։ Սկսի աղոթել, աղաչել, խնդրել Տիրոջից, քո աղոթքի մեջ խնդրել ու գոհանալ։ 3 հատ բանալի է տալիս, որ դու լուծես քո վախի հարցերը, հետո դրանից մնացած հարցերը։ Աղոթես, խնդրես ու գոհանաս Տիրոջից։ Ասում է, ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն, ու ասում է,
Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, պահի ձեր սիրտն ու միտքը Քրիստոսում։ Այս տարի հռչակված է խաղաղվելու տարի, սիրելիս։ Խաղաղությունդ պահի։ Ոչ թե շուրջ բոլորդ խաղաղություն լինի, այլ մեջդ խաղաղությունդ լինի։ Երբ որ մեջդ խաղաղությունն է, Քրիստոս Հիսուսում, ասում է սիրտ ու միտքը, այսինքն քո հայացքը, այն տնավարի բառերով ասեմ, ուշք ու միտքը Աստվածն է։ Իմ ու քո ուշք ու միտքը Տերն է, Տերը կօգնի, Տերը կազատի, Տերը կզորացնի, Տերը կբարձրացնի։ Տերը ինձ երբեք չի թողի։ Մենակ չվախենաս։ Եթե դու Աստծո հետ շիտակ ես, վախենալու բան չունես։ Եթե դու Տիրոջ հետ մաքուր ես, արդար ես, ճիշտ ես, վախենալու բան դու չունես։ Հանցանքի մեջ չես կարա, մեղքի մեջ չես կարա մնաս ու Տիրոջ հետը շիտակ լինես։ Չես կարա այս աշխարհի հաճույքների ու ցանկությունների մեջ չլինես ու Տիրոջ հետ լինես։ Աստվածաշունչը պարզ ասում է, երկու Տիրոջ չես կարա ծառայես։ Չես կարա համ Աստծո հետևից գնաս, համ էլ գնաս Մամոնայի հետևից, գնաս Սատանայի հետևից։ Ինչից ես ամենաշատը վախենում։ Ուզում եմ, որ մտածես, ինչից ես ամենաշատը վախենում։ Տուր Տիրոջ։ Ինչից որ ամենաշատը վախենում ես, տուր Տիրոջը։ Հանձնիր իրան։ Երկու ընտրություն ունես։ Կամ վախենում ես, կամ վախը թաղում ես, ասում ես վստահում։ Կամ վախենում ես, կամ վախը թաղում ես, մահացնում ես քո մեջ, սկսում ես վստահել Աստծո։ Ոչ թե սկսում ես բարձրացնել քո իրավիճակը, խնդիրը, այլ Տիրոջն է սկսում մեծարել քո խնդրի վրա։ Եթե հայացքիդ դեմ լինի միշտ քո իրավիճակը, Տիրոջը կորցնելու ես։ Իրան թողել ես այնտեղ։ Տիրոջը բեր քո առջև։ Հենց Տիրոջը բերելու ես քո առջև, այդ քո խնդիրը իջնելու է ներքև։ Ուզի թե չուզի, որովհետև Տիրոջն ես բարձրանում։ Տիրոջն ես երկրպագում։ Սաղմոս 16:8 Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ, որովհետև նա իմ աջ կողմն է, ես չեմ սասանվիլ։ Ես Տիրոջը դրեցի իմ առաջին ամեն ժամանակ, չկա այդպես ժամանակ, որ ես իրան չդնեմ իմ դեմը։ Տխրության ժամանակ, ուրախության ժամանակ, նեղության ժամանակ, հիասթափության ժամանակ, կերուխումի ժամանակ, ասում եմ չկա այդպես ժամանակ, որ ես Տիրոջը չդրեցի իմ իրավիճակի մեջ։ Հիվանդության մեջ, դառնության մեջ, վախի մեջ, չկա այդպես ժամանակ, որ Տիրոջը չդրեցի իմ առջև։ Երբ մեծարում ես Աստծուն, քո ֆոկուսը քո խնդրից շեղվում է։ Երբ որ մեծարում ես Աստծուն, այն արդեն էլ քո խնդիրը արդեն էլ քեզի չի հետաքրքրում։ Էլ չես մտածում դրա մասին։ Գիշեր ցերեկ մտածում եմ, քուն չունեմ, չեմ հանգստանում, վազում եմ, չի ստացվում, անում եմ, չի ստացվում։ Չվախենաս, սիրելիս, մեծարիր Տիրոջ։ Քո հայացքը, քո խնդրից բեր Տիրոջ վրա։ Ու ամեն բան կփոխվի։ Քո հաղթանակը քո վախի բացակայության մեջ է։ Երբ որ չվախենաս, այն ժամանակ հաղթանակդ կլինի։ Մենակ մի բանից կարանք, ես ու դու վախենանք։ Էդի Տիրոջ բացակայությունից է, սիրելիս։ Աբրահամը հենց դրանից էր վախենում։ Դրա համար իր միածին որդուն տարա, որ զոհեր։
որովհետև ինքը չէր ուզում Տիրոջը կորցներ։ Տիրոջ խոսքը ինքը չէր ուզում զանցաներ։ Ինչքան էլ սիրեր, ինչքան էլ որ այդ ծերության մեջ, որ տվել էր այդ ուրախությունը, Աբրահամը այդ մի բանից վախեցավ։ Տիրոջից, Տիրոջ բացակայությունից ինքը վախեցավ, որ չկորցնի Տիրոջը, որ այն թանկ շփումը չկորցնի ինքը երբեք։ Այս սրանից ես ու դու պետք է վախենանք։ Երկրորդ օրինաց 10:20 Եվ Տեր Աստվածանից վախենաս, նրան պաշտես, նրան յարես եւ նրա անունովը երդում անես։ Երկրորդ օրինաց օրենքա Չեն օրենքի գիրքն ա տվել այդ գրքի մեջ։ Մովսեսը գրել է, ասում է քո Տեր Աստծուց վախենաս մենակ։ Ուրիշ ոչ մի բանից չվախենաս։ Մեռնելուց չվախենաս, հիվանդությունից չվախենաս, հաց ուտելուց չվախենաս, այլն։ Ասում է ոչ մի բանից չվախենաս։ Ասում է մենակ Տիրոջից վախենաս։ Նրան պաշտես, նրան սիրես։ Մատթեոս 22:29 Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. մոլորված եք, որ չգիտեք գիրքերը եւ ոչ Աստծո զորությունը։ Ասում է մոլորված եք։ Ու պատճառն ասում, ինչի համար եք մոլորվել։ Մոլորվել ես, վախի պատճառ, որ մոլորվել ես, չգիտես ինչ անես։ Ասում է, որովհետեւ էսի չգիտես։ Սրա միջի խոսք տվածը չգիտես։ Սրա միջի խոստումները Գեդեոնը հիշում եք ինչ արեց, ասում է, բա ուր է այն խոստումները, որ տվել էր, այն որ մեր մեծերը պատմում են։ Բա ուր է, այն որ աղբերները բեմից վկայում են, խոսում են, մեզ են հասցնում այդ խոսքը։ Ասում է, մոլորվել ես, որովհետև չգիտես։ Ասում է, կորցրել ես Աստծո զորությունը։ Զորությունը Աստծո խոսքի մեջ է, գրքի մեջ չի սիրելիս, գրքի միջի գրած սպիտակի վրա սև տառերով։ Խոսքի մեջն է զորությունը։ Գիտեք ինչ, Աստվածաշնչի մեջ 365 անգամ գրված է չվախենաս։ 365 անգամ։ Տարին քանի օր ունի։ Ամեն օրվա համար գրքի մեջ գրած է չվախենաս։ Ամեն օրվա համար գրած է չվախենաս։ Վախի զգացմունքը քեզ չի տանի խնդրի լուծումը, այլ հակառակ ավելի կշատացնի։ Դրա համար չթողես, որ վախը քեզ մոտիկանա։ Դու իր հարցերը լուծի, ոչ թե ինքը քո հարցերը։ Աստված մեզի վախի հոգի չի տվել։ Կարդամ ինչա տվել մեզի Աստված։ Երկրորդ Տիմոթեոս 1:7 խոսք։ Որովհետև Աստված չտվավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության, սիրո եւ զգաստության հոգի։ Երկչոտությունը հետի վախն է, սիրելիս, կասկածանքը։ Ասում է Աստված չի տվել մեզի, ինձ ու քեզ այդ հոգին, որ դու վախով բռնվես։ Կասկածես, կլինի, չլինի։ Ես վերջերս շատ եմ խոսում ժողովրդի հետ ու մեծամասնությունը բոլորը անցնում են այդ ընթացքի միջով։ Ու այն ընթացքը, որ ես էլ անցա դրա միջով, բա որ ես էլ վախենա ինչ կլիներ։ Չես, ես չվախեցա։ Մի եւ այլ զորության, սիրո զգաստության։ Զորացիր, սիրով, Տիրոջ հանդեպ բացի սիրտը, ամեն մեկ դիմացիդ խոսացողին էլ քո հետ վատախոսքում սիրով վերաբերվի իր հետ ու զգաստություն ունեցի։ Համարձակություն ունեցի, պատրաստականություն ունեցի, որ անցնես դրա միջով։ Այդ հոգին է Տերը մեզ տվել։ Ես մի հատ աֆորիզմ եմ գրել, կուզենամ կարդամ,
Քո հավատքը սարեր շուր կտա, բայց եթե վախենաս, սարեր կառաջացնես։ Եթե վախենաս, սարեր կառաջացնես։ Հավատքը տա սարերը շուր տվողը։ Վախն էլ սարերը առաջացնողը։ Ես չվախեցա ու կռվեցի։ Ու Տերը հաղթանակ տվեց։ Որովհետև իրան էի տվե, ինչից որ վախենում էի։ Հեսու 1:9 Ահա քեզ պատվիրում եմ։ Ես կխնդրեմ կանգնեք։ Զորացիր և քաջ եղիր, մի վախենար, մի զարուրիր, որովհետև քո Տեր Աստված քեզ հետ է, ամեն տեղ ուր որ գնաս։ Փառք Տիրոջը սիրելիս։ Աստված ասում, ես չեմ ասում։ Մարգարեն ասել է, ահա քեզ պատվիրում եմ, պատվիրանա տալիս։ Զորացիր, քաջ եղիր, չվախենաս, չզարհուրես, չբողոքվես, չխառնվես իրար, այլ բաներ չմտածես, բա ինչ անեմ, ոնց անեմ, թղթերիս հարցը կլուծվի, չի լուծվի, կամուսնանամ, չեմ ամուսնանա, երեխա կունենամ, չեմ ունենա, ասում է զորացիր։ Որովհետև քո Տեր Աստված քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս, ամեն տեղ, ոչ թե այն տեղը, ամեն տեղ սիրելիս ճշմարիտ ճանապարհներ, ոչ թե գնաս գիշերային ակումբ կամ ինչ-որ խաղալու տեղ, Աստված ընդե չի սիրելիս, այլ ամեն տեղ ուր որ Աստված գրել է, որ իր կամքի մեջ, իր ճանապարհներով գնանք։ Այն ճանապարհներ, որտեղ բարիություն է, բարի սերմեր ես ցանում, օրհնություններ ես ցանում, օգնություններ ես ցանում, բարի տեղերը, այն տեղերը, որ Տերն է կամենում։ Դե համար սիրելիս չվախենաս։ Չթողես վախը գա քո կյանքի մեջ, որ փորձի քանդի, ավիրի։ Ու մինչև ավարտելը սիրելիս վերջի տեղն եմ ուզում կարդամ ու բոլորս այդ քայլը կանենք իրար հետ։ Սաղմոս 34:4 Ես խնդրեցի Տիրոջը եւ նա պատասխան տվավ ինձ եւ իմ ամեն ահու վախից ազատեց ինձ։ Այսօր ես ու դու հետի անելու ենք։ Ես խնդրեցի, դու խնդրեցիր, նա պատասխան տվավ ինձ եւ ամեն ահու վախից ազատեց ինձ։ Այսօր ես ու դու խնդրելու ենք, աղոթելու ենք, այն ինչից որ դու վախենում ես, որ վախը մտել է արմատ, սերմա դրեք քո կյանքի մեջ, որ Աստված ազատի։ Աղոթենք սիրելիս։ Հալելույա Տեր, շնորհակալ ենք այս խոսքի համար, քո զորության ու ներկայության համար Տեր։ Ես խնդրում եմ Տերի Մարքա, Հիսուս Քրիստոսի անունով, թող հեռանա ամեն վախի իշխանությունը, զորությունը, ամեն տագնապ, ամեն ահ, ամեն կասկածանք բոլորիս կյանքում, իմ քույրերի եղբայրների կյանքից, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Մեր Տերը մեզ չի տվել վախի հոգի, երկչոտության հոգի։ Մեր Տերը մեզ տվել է զորության հոգի, հավատքի հոգի, որ բռնվենք իրանից ու գնանք առաջ։ Թող քանդվի ամեն վախի կապանք, վախի արմատներ բոլորիս կյանքի վրայից։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող իջնի Տիրոջ խաղաղությունը, թող իջնի Տիրոջ հետ միաբանությունը, Տիրոջ տեսիլքին միաբանվելը ու առաջ շարժվելը։ Հիսուսի զորավոր անունով։ Ես օրհնում եմ Տիրոջ ժողովրդին, ասում եմ Տիրոջ օծությունը լինի, Տիրոջ ներկայությունը լինի, որ բժշկում է, ազատում է, նորոգում է, վերականգնում է ամեն ահից, ամեն վախից։ Այն ինչի համար որ վախենում ենք, դողում ենք Տեր ջան, հանձնում ենք քո ձեռքերի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը սիրելիս։